քաղաքական շահի տեսանկյունից մի քիչ տարօրինակ է, որ Հայ ազգային կոնգրեսը ունենալով վարչապետի տեխնացու հայտարարած լինելով, որ մասնակցելու է ընտրություններին վարչապետի իշխանությունը վերցնելու համար կամ իշխանությանը մաս կազմելու համար կոնե վարչապետի տեխնացու ունի Լևոն Զուրաբյանը ու կոչ է անում պարոն Տեր-Պետրոսյանը համախմբվել, բերեք բառը ճիշտ գտնենք, միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Այստեղ դիքը հարցեր պետք է առաջանան, էլի։ Պարոն Զուրաբյանը հաստատ խոսացած կլինի հետո մինչև այս հայտարարությունը տարածելը, բայց ինչպես է սա նկատվում, էլի։ Այդ դեպքում ինչ իմաստ ունի նշել որպես վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանի, երբ կոչ է կանելու միանալ Սամվել Կարապետյանին։ Մյուս հանգամանքը այն է, թե ով պարոն Տեր-Պետրոսյանը գիտե, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ Հայաստանում վարչապետ դառնալու շանս չունի, մինչեւ սահմանադրությունը չփոխվի։ Սահմանադրության փոխելու շանսը խորհրդարանի 2/3-ի ձեռքում է։ Եթե քաղաքացիական պայմանագիրը եղավ իշխող մեծամասնություն, հասկանալի է այս դրույթով, այս հոդվածով, որ վերջին 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ միայն Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ լինելու դրույթը հանելու հեռանկարը վերացվում է եւ ընդհանրապես ես ինքս սուլիկ կմարդ դեմ է, որ հյուրախաղերի կան մարդիկ ստեղ դառնան իշխանություն։ Ինչքան էլ ուզում է բացատրությունը լինի ազգի փրկության խնդիրը, որտեղ ազգի փրկության համար Հիտլերն էր լիքը բաներ անում, ճակերտավոր լավ բաներ, Ֆրանկոն էր անում, Սալազարը եւ այլն, այդ սոուսը թողնենք կողքի, էլի, մարդ է իր կարծիքն է, որ ազգը ուրեմն փրկել կարող է Սամվել Կարապետյանը, օտար երկրի քաղաքացին կարող է փրկել Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, պարոն Տեր-Պետրոսյանը այդպես է համարում։ Եվ ինչպես պիտի փոխվի այդ սահմանադրությունը։ Մյուսը համարում է, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակվող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել։ Այս մտքին ես այնքան էլ համաձայն չեմ, բայց ես ով եմ, որ համաձայն լինեմ կամ չլինեմ։ Ինձ թվում է, որ լավ էլ համաձայնության են հանգել։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։